շատ անկեղծ ասեմ, հիմա շատ հարյուրներով, հազարներով մարդկանց ճանաչում ես, կյանքի ճանապարհ ես անցել, գիտես, մտերիմ ես, չես կարողանում ուղեղիդ մեջ չի կարողանում տեղավորվել, լավ, այս մասը հասկանալի է 100%, սա դնենք մի կողմ, լավ, այստեղ ինչ է կատարում, լավ, ինչ խնդիր եք դուք հետապնդում, եթե ձեր գեր նպատակը այս վարչախմբին հեռացնելն է, ուրեմն պիտի կարողանաք ունիսոն միաձայն այդ հայտարարությունը անել, ուրեմն դուք պիտի կարողանաք ձեր մեջ գտնել այնքան ուժ, որ այդ ամբիցիաները, այդ անձնային հարաբերությունները, այդ միջանձնային հարաբերությունները, այդ բախումներին ուղղակի վերջ տաք, չի կարելի հասկանում եք այս իրավիճակում հերթական անգամ, դույլերով արդեն չէ, ցիստերներով ջուր լցնել վարչախմբի ջրաղացին, չի կարելի, պարզ պատճառով, որովհետև եթե դու հետապնդում ես նպատակ եւ քո գեր նպատակը պիտի լինի օր առաջ այս իշխանություններից ազատվելը, որովհետև աղետաբեր են վերջի վերջո։ Չկա մի փոքր կետ, որտեղ մենք կարող ենք գալ ընդհանուր համաձայնության, որ այս կետում իրենք հասել են հաջողության։ Եվ սա միայն խոսքեր չեն, սա վերլուծության արդյունք է, թե արտաքին ճակատում, թե ներքին ճակատում, թե տնտեսական բլոկում, թե սոցիալական բլոկում, վերջի վերջո վերցեք ամենավերջի խայտառակությունն Արցախահայերի հետ կապված։ Մեր քույրերի եւ եղբայրների հետ կապված, իրենք եկել են իրենց հայրենիք, իրենց հայրենիքի մի մասից, իրենց բնորանից, ծննդավայրից, հայրական օջախից եկել են իրենց իսկ հայրենիք, որը այդպես են իրենք մեծացել, գիտեն Հայաստանը ով է իրանց համար, եւ Հայաստանում տեսեք այդ վերաբերմունքը նույն իշխանությունների կողմից։ Շատերը ներողություն են խնդրում իրենց գրած տառապանքների համար, ասում են, խնդրում եմ, շատ արցախցիների մոտ եմ նման գրառումներ տեսել, մարդիկ ներողություն են խնդրում իրենց տեսած տառապանքների համար, սա ֆաշիզմի դրսևորում չի, պարոն Մելիքյան, ֆաշիզմից էլ ավել է եւ այդքան որ ասում ենք մենք պատմական տարբեր դրվագներում կորուստներ ենք ունեցել, երևի թե այս իրավիճակներն են եղել լատենտ թե կյանքով մարդիկ, որոնք եկել են առաջ եւ ամբողջ իրավիճակը կարողացել են այնպես ջարդ ու խորթ անել ու այնպես պառակտել, իսկ պառակտված ժողովուրդը, հասկանում եք, երբեք չի կարող հասնել հաջողությունների։ Այդ եւ այստեղ բաժանիր, որ տիրեսի խնդիրը չի, հեռացրու, ուրացիր, մի ընդունիր, մի հետևիր այն ինչ որ քոննա ինքնությունը տա, հավատքը տա, դավանանքը տա, չգիտեմ, կրոնը տա, քո ամբողջն է, քո էությունն է, քո երակներն են, քո արյունն է, սա մերժվում է, հասկանում եք, եւ ես իզուր չասեցի այդ նորաձևության հետ կապված, այո, առանցքային հիմնական հարցերը հենց սա ջարդելն է, այսինքն եթե նկատել եք միասնականության գաղափարը շատ վաղուց արդեն դարել է ինչ-որ երազական մի բան, միասնականությունից, կոնսոլիդացիայից, որևէ խոսք անգամ չկա, իսկ կոնսոլիդացիան ու միասնականությունը ով է ձևավորում, օրվա իշխանությունը, եթե ինքը չգնաց այդ քայլին, չի լինի այդ կոնսոլիդացիան, հասկանաք, ինքը ընդհակառակը անում է լրիվ հակոտնյա բաներ, որոնք դրանց հետ կապ չունեն, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, եթե միասնական լինի, այստեղ իրավիճակը միանշանակ փոխվող։ Եվ ոչ իր օգտին։ Պարոն Մելիքյան, ընդդիմար դաշտում գլխավոր խանգարողները կամ չմիացողները, հա, գլխավոր խաղացողները ովքեր են, որ համառորեն չեն կարողանում միավորվել, մի կողմ դնել ամբիցիաները։ Հասարակության շրջանում արդեն խոսում են, որ մենք ընդդիմություն չունենք։ Այդ կարծիքը Դե հենց դա է, էլի հասկանում եք, որ ես ուղղակի իսկապես ինձ համար անհասկանալի է այն ինչ որ կատարվում է ընդդիմադիր դաշտում։ Նորից, եթե իշխանությունը կամ վարչախումբը արդեն չի տիրապետում այն իրավիճակին, որ աջ ու ձախ ձեռքի խնդիր է առաջանում, ընդդիմությունը նույն իրավիճակի մեջ է հայտնվել եւ սա իշխանության պրոյեկցիայի խնդիրը չի։ Սա պարզ չհասկանալն է, որ այս ամեն ինչը ոչ միայն փակուղի է տանելու, այս ամեն ինչը ավելի ուժեղացնելու է առանց այդ էլ չեղած ու գոյություն չունեցող վարկանիշը նույն իշխանությունների։ Սա գոնե մենք բոլորս տեսնում ենք եւ դա միայն գելափը չի։
դա միայն տարբեր ուսումնասիրությունները կամ սոցիալական հարցումները չեն, դա տարական, այսպես ասենք, անանուն բաները, փոլերը չեն Telegram ալիքներով կամ Facebook-յան ալիքներով, բնավ ոչ, սա մեր կյանքն է, հասկանում եք, դուք երբ որ խոսում եք մարդկանց հետ, երբ որ դուրս եք գալիս, երբ որ այն քաղաքականությունը, որ տարվում է, ջարդելու է ժողովրդի մեջքը, ջարդելու գործարարի մեջքը, ջարդելու բիզնեսները, ջարդելու մանրումիջինը, հա, բավարարվելով մի քանի, այսպես ասենք, մեծահարուստների ձեռքում գտնվող որոշակի գումարներով եւ այն հոսքերն էլ դրսից որ գալիս էր, դա էլ է արդեն սկսել կանգնել, հասկանում եք, բյուջեն լցնելու խնդիր կա, իսկ բյուջեն չի լցվում ոչ մի ձևով։ Դրա համար ինչա պետք էլի բերել գումարներ, էլի լցնել, էլի այս խեղճ ժողովրդին, հա, Հերոս իրենց հարկատու համար խեղճ կարգել։ ժողովրդին կարգել հերոս հարկատու եւ ասել, գիտեք, եթե ուզում եք, որ մենք պետություն ունենք, խաղաղություն ունենք, բարեկեցիկ ապրեք, դուք միշտ այս հարկերը միշտ պիտի տաք։ Մտել են այդ գրպանները, մնացել են այդ գրպանների մեջ, այնտեղ փոխանցում են, էլի գրպաններից հանում են, բայց անպայման այնտեղ արդեն հերթապահություն կա։ Այդ ժողովրդի գրպաններից դուրս չեն գալիս։ Մտել են ու տենց մնացել են գրպանների մեջ։ Հիմա այս իրավիճակում իսկապես ինձ համար հանելուկային է, էլի այս ընդդիմադիր դաշտում։ Լավ, էլ ինչա պետք, որ հասկանանք, խոսքը սենց բոլոր են քաղաքական կուսակցությունների, միավորումների, դեմքերի մասին է, ովքեր մշտապես եղել են Հայաստանի քաղաքական ներկապնակում, հա, մշտական այսպես ներկայությունն են։ Նույնիսկ տակավին վերջերս ստեղծվածները եւ այլն, սրանք ուղղակի փոքր սատելիտներ են, որոնք իրավիճակից փորձում են ինչ-որ ձևով օգտվել։ Սա ոչ մի տեղ տանող չան։ Սա չի կարող չօգնել իշխանությանը որոշակիորեն վերականգնել իր չափազանց ցածր վարկանիշը։ Այսինքն այն պատմական ցածրագույնին էլ ցածրագույնից էլ իջել է իշխանության վարկանիշը։ Տեսեք, եթե մենք սրա մասին խոսում ենք, դրա մասին իրենք չեն կարող չիմանալ եւ այդ հատուկ ծառայություններն են այդ աշխատում, դա ամենօրյա ռեժիմով է դրվում վարչախմբի Պարբերաբար ղեկավարի սոցհարցումներն սեղանին։ են իրենց Իրենք պատվիրում։ ունեն իրենց առանձին սոցհարցումները, մենք բոլորս գիտենք դրա մասին, դա չի կարող իրենց փարատել, հասկանում եք, դրանից էլ սկսում են արդեն այդ ներվային ջղաձգումները, այդ մարմնաշարժությունները, այդ անհասկանալի հիստերիան, որը ուղղակի ալիքով այսպես տարածվում է նաև այդ փոքրիկ դերակատարների վրա։ Ես իհարկե հասկանում եմ, որ առողջ մրցակցություն դա շատ լավ բան է, բայց այսօր առողջ մրցակցության ժամանակը չի, ով ավելի լավ ու ով ավելի վատի ժամանակը չի, ով բերեց, ով չբերեց, ինչի բերեց, որեսլներ, որենը, դրա ժամանակը չի, դրա ժամանակը անշուշտ կգա, երբ որ իրավիճակը այնպիսի հանդարտության մեջ կգտնվի, որտեղ համապատասխան հանձնաժողովներ կլինեն, քննչականներ կլինեն, չգիտեմ, թող իրենք նստեն շատ հանգիստ ժամանակի մեջ զբաղվեն, որովհետև վաղ թե ուշ պատասխանները լինելու են, հասկանում եք, եւ շատերի համար դրանք լինելու են շատ ցավալի ու շատ ցավագին։ Շատերի համար միգուցե եւ նաեւ դիվիդենտներ քաղելու եւ հաջողությունների ընթացքը շարունակելու պատասխաններ լինելու։